Վարչապետը նախ հայտարարեց, որ նոր կառավարությունում փոխվարչապետներն ու նախարարները չեն փոխվի, ապա անդրադարձավ ընդդիմադիր քաղաքական ուժերի հայտարարություններին, թե Հայաստանում հունիսի 7-ին տեղի ունեցած խորհրդարանական ընտրությունների արդյունքները լեգիտիմ ու օրինական չեն։ Ես ուզում եմ մենք անդադ չմոռանանք, որ լեգիտիմության մեկ աղբյուր կա այդ ժողովուրդն է։ Ժողովուրդն է գնահատում իր ընտրությունը տեղի է ունեցել, թե ընտրությունը տեղի չի ունեցել։ Եթե որևէ մեկը դիտելու գոնե բավարար հմտություն ունի, անզեն աչքով կնկատի, որ ժողովուրդը արձանագրել է, որ իր ընտրությունը տեղի է ունեցել եւ իր ընտրությունը արձանագրվել է ընտրությունների պաշտոնական արդյունքներով։ Հարցին թե ինչ դիրքորոշում ունի այն փաստի առնչությամբ, որ 7 քաղաքական ուժեր ընտրությունների արդյունքները վիճարկել են Սահմանադրական դատարանում, Փաշինյանը նշեց, որ այդ հարցի շուրջ դիրքորոշում չի հայտնելու, որովհետև կոռեկտ չի համարում։ Մեր դիրքորոշումներով հանդես կգան մեր թիմի ներկայացուցիչները Սահմանադրական դատարանում, որովհետև ես գրություն եմ ստացել Սահմանադրական դատարանից, որ քաղաքացիական պայմանագիր կուսակցությունը ներգրավել է որպես երրորդ կողմ, եթե չեմ սխալվում, այդպես է կոչվում։ Հարց հնչեց նաև, որ Դուբատում տեղի ունեցած այսպես կոչված Արևմտյան Ադրբեջան վերադարձի մասին փառատոնի վերաբերյալ, որի ժամանակ պահանջներ են հնչել ուղղված Հայաստանին։ Քանի ազգային ժողովի օրինակ դահլիճում դրված են Ղարաբաղի դրոշներ, քանի այդ խոսույթը Հայաստանի Հանրապետությունում շարունակվում է, այդ հայլայն ձևով դա շարունակվելու է, դա ընդամենը մեկը մյուսին պայմանավորող գործոն է։ Ժողովուրդը ասել է, որ Ղարաբաղի շարժումը չի շարունակվում, չի շարունակվելու։ Հիմա ցանկացած փորձ այլ մակարդակներում Ղարաբաղի շարժումը շարունակելու բերելու է հայլային արձագանքներ։ Խոսելով արդեն թրիփ նախագծի մասին, Փաշինյանը ասաց, որ Հայաստանը արդեն անխուսափելիորեն ինտեգրվելու է բոլոր ռեգիոնալ ծրագրերին, ընդ որում այդ ծրագրերը մրցակից չեն եւ թրիփն էլ կարող է լինել եւ միջին միջանցքի մաս եւ ավելի լայն նախագծերի մաս։ Ինչ եմ համարում, որ մրցակից չեն, որովհետև հոսքերը իրականում այնքան մեծ են, որ առանձին վերցրած մի ուղով հնարավոր չէ այդ հոսքերը սպասարկել։ Այդ հոսքերի համար հենց հարավային Կովկասով մի քանի ուղիներ են պետք։ Լրագրողները նաև հետաքրքրվեցին, թե ինչ օրակարգով է Հայաստան ժամանելու Եվրոպական հանձնաժողովի նախագահը։ Օրակարգի կարևորագույն հարցերից մեկը լինելու է Հայաստանի Հանրապետության, մասնավորապես գյուղատնտեսական արտադրանքի հեշտացված մուտքը Եվրոպական միություն ապահովելու հնարավորությունը։ Փաշինյանը հերքեց նաև այն լուրերը, որ ընտրություններից հետո առողջության ապահովագրության համակարգը չեղարկվելու է, ապա համակարգի գործունեությունը գնահատեց լավ։ Դրա նպատակն էր, որ մարդկանց հոսքերը էականորեն մեծանան եւ համակարգը կոլապսի ենթարկվի, մարդկանց հոսքերը էականորեն մեծացան, բայց համակարգը կոլապսի չենթարկվեց։ Վարչապետը հավելեց, որ այս հենքի վրա արդեն նոր ուժ, նոր մարդիկ են գալիս, որոնք պրոֆեսիոնալ են տարբեր ոլորտներում եւ հույս հայտնեց, որ նրանք իրենց աշխատանքի արդյունքում կլավարկեն համակարգը։ Մարինետ Վոյան, Լևոն Խաչատրյան, Հորիզոն։